Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգուին Սրբո ամեն։ Բարի ողջույն։ Սիրելի հավատացյալ եղբայրներ եւ քույրեր, Աստծո ձայնը հաղորդաշարը ուղիղ եթերում է, այսօր մի քանի խոսք պետք է ասեմ եւ կխնդրեմ միացողներին սկսել տարածել եւ կսկսենք աղոթքը, մինչ այդ կտարածեք եւ ամեն հնարավոր միջոցներով կփոխանցեք այսօրվա տեսանյութը։ Օրտնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, զգործած դերած մերոց ուղի գարայմես Տեր, եւ զգործած դերած մերոց հաջողյամես, Փարքոր եւ Որդվոյ Օգուին Սրբո այժմ եւ միշտ եւ ավիզյանն սավիլինից ամեն, դուր ինձ իմաստություն, զբարիս խորսել եւ գործել առաջիկո ամեն այն ժամ, իջար խորհրդոցի բանից եւ գործոց բրգյազիս եւ ողորմյակ ու արարածոց եւ ինձ բազմամեղիս ամեն։ Սիրելիներ, այսօր ասեցի մի քանի խոսք պետք է ասեմ, մասնավորապես այս շրջանը, որը որ ընդամենը մի քանի օր մնացել է, մի ամսից էլ ավելի քիչ, նախքան Հայաստանում հերթական ընտրությունները, խորհրդարանական եւ իհարկե բոլորս էլ այսօր մեր ուշադրությունը սևեռում ենք Հայաստանի անցուդարձին, ներքաղաքական, քանի որ այս ընտրությունները նրանք մի տեսակ պետք է արտաբերեն այն, թե ինչն է մեր նպատակը, որը որ ակնհայտ է, ցանկությունը ամեն մեկիս այն է տեսնալ Հայաստանում օրինականությունը, արդարադատությունը եւ իհարկե առաջին հերթին հոգեվոր բնակավարում վերջնական հաղթանակը, որպեսզի աստիճանաբար Հայաստանի մեջ ձևավորվի առողջ մթնոլորտ եւ առողջ այդ հոգեվոր վիճակը, որը ստեղծվի նաեւ մայր եկեղեցում, եւ իհարկե մեր ժողովուրդն էլ նախապատրաստվեն այսպիսով այն բոլոր զարգացումներին, որոնք պետք է այսպես կամ այնպես ազդեն Հայաստանի վրա, ազդեն նաեւ հայ ժողովրդի վրա, որովհետեւ մենք ապրում ենք շատ ծանր եւ շատ վտանգավոր ժամանակներում։ Գիտեք բոլորդ էլ, որ վերջի շրջանն է գրեթե, որովհետև բազմաթիվ կարող ենք տեսնալ, կարդալ նշանները, որոնք տեղի են ունենում եւ դրանից հետեւություն անել, որ իհարկե աշխարհը մոտենում է իր վերջնական հանգրվանին։ Բայց ինչպես որ ամեն մի քրիստոնյան պարտավոր է ապրել տվյալ օրով եւ մտածել այդ գաղափարներով, որ մենք յուրաքանչյուրս էլ պետք է տվյալ օրվա խնդիրները լուծենք առաջնահերթ եւ իհարկե պատրաստ միշտ լինենք բոլոր մարտահրավերներին դիմակայելու եւ առաջին հերթին իհարկե հոգեվոր իմաստով եմ դա ասում։ Այնուամենայնիվ ուզում եմ որոշ բաներ ձեր ուշադրությանը հանձնել, որոնք իհարկե մեծ մտահոգություն են պատճառում։ Հայաստանի մեջ, գիտեք, այս խժդժությունները, որոնք հարուցվել են արդեն ամեն Աստծո օր տեսել ենք ինչ-որ մի բացասական, մի արատավոր երևույթ ներքաղաքական իրավիճակը անընդհատ սրելով եւ բոլոր արհավիրքները բերելով, օգտագործելով այն հանգամանքը, որ եղել է պատերազմ, եղել են զոհեր, որոնք շատ բնական են, ցանկացած պատերազմի ժամանակ լինում են զոհեր եւ ոչ մեկը յետևից է նման բաների վրա չի, այսպես ասած, հիմնվում ու սկսում պարսավել իշխանություններին, եթե ասենք արտաքին թշնամուց է եղել, ինչ որ մի սադրանք է եղել եւ այդ սադրանքի բերումով ասենք արտաքին աշխարհն էլ դիտել է, համարելով որ այս պատերազմը միանշանակ չի կարելի գնահատել, որ դա ուղղված է հենց Հայաստանի ժողովրդի դեմ, որովհետեւ կային հարցեր, որոնք լուծված չէին եւ իհարկե երբ որ տեսել են հակառակորդը, որ Հայաստանը թուլացած վիճակում է, Հայաստանը չունի նորմալ բանակ, չունի ուրեմն զենք, զինամթերք, այս ամենը տկարացել է, նրանք երկար ժամանակ են հետևել Հայաստանի անցուդարձին, ճիշտ ժամանակը գտել են եւ հարվածել են եւ հասել են իրենց ուզածին, որը որ իհարկե միջազգային հանրությունը ընդունել է որպես այն բանը, որ նրանք վերցրել են այն ինչ որ իրենց է պատկանում։ Նրանք չեն դիտել ոչ մեկը միջազգային գետնի վրա, որ այսօր Ադրբեջանը եկել է, հարձակվել է Հայաստանի վրա եւ ինչ որ բան է գողացել Հայաստանից։ Նա դիտել է, որ դա Ադրբեջանին էր, Արցախը Ադրբեջանի կազմի մեջ էր, սովետական շրջանում, հետո ինչ-ինչ բերումով դա ստացավ
ոչ օրինական, ոչ լեգալ կարգավիճակ, գիտեք, բոլորը որ ճանաչված հանրապետություն չէր եւ առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունը դա չէր ճանաչել։ Ես ինչի համար եմ այս մանրամասնում, որ հիմնական բոլոր ընդդիմախոսների, այդ թվում նաեւ Սփյուռքում ես յետևում եմ այն մարդիկ, ովքեր այսօր ռեկլամ են անում, Քոչարյանի նկարն եմ եկել տեսնում կամ Սամվել Կարապետյանի կամ մի այլ սահակի, որ գովազդվում է։ Սփյուռքում ապրող հայերին, այն հայերին, որոնք երբեք Հայաստան նույնիսկ չեն եկել իբրև տուրիստ, որոնք լուրջ չունեն այս մարդկանց գործունեության մասին, այսօր նրանք իրենց մասին սկսում են ուրեմն տարածել ինչ որ բաներ, որոնք իրականությանը ոչ թե մենակ չեն համապատասխանում, այլ ուղղակի ծիծաղ են առաջացնում։ Եթե դուք չեք ապրել, եթե դուք այս մարդկանց, այս սրիկաների հետ չեք առնչվել, ինչի եք այսօր դուք կույրորեն գովազդում սատանիզմը, որոնք ներմուծված է Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կողմից Հայաստանում եւ արդեն քանի 30-ից ավելի տարիներ Ռուսաստանը ամեն ինչ անում են դրա համար, որ Հայաստանը վերջնական խորտակի մի նպատակով իր կազմի մեջ այն ուրեմն ընդգրկելու համար։ Այսա ակնհայտ բան է, որ պիտի բոլորն տենային, որ դա է իրավիճակը, որը որ ոչ մի, այսպես ասած, բանի չպիտի բերեր, հա։ Ոչ մի լուրջ անձնավորությունը, որ հետևել է Հայաստանի անցուդարձին այս տարիների ընթացքում, պետք է տեսնար, որ բոլոր քաղաքական գործիչները միշտ սպեկուլյացիա են արել։ Արցախի անունը զուտ եղել է մի բանի համար, արդարացնելու իրենց ձախողումները կամ իրենց միտումնավոր ուրեմն չար գործերը, որ արել են։ Այսինքն ալանթալան են արել կամ որևէ մի անփարոյականություն են գործել ժողովրդի նկատմամբ, եսի նկատի ունեմ, ճշել են քաղաքացիներին, իրենց իրավունքների վրա են բռնացել եւ այլն, եւ միշտ պայմանավորված ա եղել իրենց, այսինքն ասելով դա այն բանով, որ Հայաստանը հարց ունի, Հայաստանը խնդիր ունի, Հայաստանը թշնամիներ ունի, Հայաստանը դժվար վիճակի մեջ է, Հայաստանը շրջափակման մեջ է։ Ես դրա համար եմ ասում, Սփյուռքում նստած հայերը լավ, այսպես լավ էլ բարգավաճ կյանքով ովքեր որ ապրում են, հետո որ սկսում են խոսել, գովազդում են այս կամ այն, ուրեմն այն գործին, ով որ Հայաստանին ցավից եւ արհավիրքից բացի ոչինչ չի տվել։ Սա ամենաառնվազն ինչպես է կոչվում։ Դուք շատ լավ կարող եք կռահել։ Դա անբարոյականություն է, ուրիշ ոչինչ։ Սա առաջին արձանագրումն է։ Երկրորդը, ուրեմն այս քաղաքական գործիչները, պայմանական եմ ես հայտարարում իրենց քաղաքական գործիչներ, որտեղ նրանք իրականության մեջ քաղաքական գործիչ չեն կարող լինել։ Նրանք ընդհանրապես Ռուսաստանի Դաշնության լրտեսներ են, ովքեր քաղաքական գործի քողի տակ գործում են հանուն Ռուսաստանի Դաշնության շահերի։ Ես այսօր կխոսեմ մի քիչ այն բանի մասին, թե Ռուսաստանը իրականում ում ձեռքերում է այսօր հայտնվել եւ ընդհանրապես ինչ սցենարով է նա շարժվում։ Ինչ սցենարով է շարժվում Ռուսաստանը։ Բայց որովհետեւ մենք խորանանք այս թեմայի մեջ, մենք պիտի հասկանանք, թե Հայաստանի հետ ինչ կապ ունի այս Ռուսաստանի ուրեմն բոլոր հնարքները ստեղծելու խնդիր Հայաստանից ներս, որպեսզի պատճառաբանություն լինի եւ հայտնվի նորից Հայաստանը Ռուսաստանի կազմում։ Այս ամենակարևոր արձանագրումն է, որ Ռուսաստանը ամեն օր արթնանում է այն նպատակով, որ մի բան անի, մի բան հորինի, որ Ռուսաստանը մենակ չմնա։ Մենակ է չի մնացել, այս պարագայում մենակ է մնացել։ Հիմա ոնց կլինի Հայաստանն էլ կորցնի։ Հայաստանը որպես դաշնակից էր համարում իրեն համար ամենավստահելի գործընկեր։ Ինչի հաշվին էր դա համարում, որտեղ Քոչարյանի, Սերժի ժամանակ դա այդպես էր։ Հիմքը իհարկե Լևոն Տեր-Պետրոսյանն է դրել, երբ որ գնացել է սա պայմանագրերը ամեն ինչը ստորագրել է, բայց Քոչարյանն ու Սերժը դա արել են այնպես, որ Ռուսաստանը դա համարել է, որ Իրանն է արդեն, ինքը ոչ մի խնդիր երբեք չի կարող ունենալ։ Հասկանում եք, իսկ այս մարդիկ լուծել են այս խնդիրը, որոնց Ռուսաստանը խոստացել է աջակցություն, որ դրանք անverջ կլինեն իշխանության մեջ, ոչ մեկ չի կարող դրանց դեմ ինչ որ խնդիրներ հարուցել, ժողովրդով է։ Ժողովրդին դրել են անասունի տեղ, շատ ներողություն։ Եվ ռուսը իրենց ասել է, որ դու խնդիր չունես։ Քոչարյանին ասել է, հետո Սերժին նույնն է ասել, դու խնդիր չունես։ Դու մեր ուզածը արա, եւ դու միշտ կլինես իշխանություն, միշտ կլինես ուրեմն այս բոլոր լծակներին կտիրապետես։ Իսկ իրենք իր հերթին ինչ են գտել, որ թույլ կողմը ժողովրդի վրա ազդելու որ մի լծակն են գտել, այդ Արցախի խնդիրը։ Այս սա են հանել մեջտեղ, այդ խնդիրն են հանել։ Պլյուս դրան հանել են ցեղասպանության հարցը, որը միշտ էլ դրված է եղել Սփյուռքում, բայց նրանք Հայաստան են բերել այդ հարցը մտցրել օրակարգի մեջ, այն գաղափարը ծովից ծով Հայաստան ունենալու վերացական հայրենիքի փնտրտուկով
Եվ այսպիսով ուրեմն մարդկանց ուղեղները լվացել են։ Մարդիկ դրսում ապրում են Ռուսաստանում, Ամերիկայում, չգիտեմ որտեղ են ապրում, տարբեր օտար պետություններում, բայց այսօր խոսում են այս թեմաներով ավելի շատ, քան թե խոսում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը ինքը պիտի զբաղվի այդ հարցերով, քանի որ իրեն է անմիջապես վերաբերվում։ Այսինքն, եթե Հայաստանի մեջ ժողովուրդը համաձայն է, որ այս տվյալ, ասենք, քաղաքական ուժը հաղթանակ տանի, տվյալ քաղաքական ուժի ներկայացուցիչները զբաղեցնեն առանցքային պաշտոններ, սա ում խնդիրն է, ժողովրդի այն ապրողի խնդիրն է, որը որ Հայաստանի մեջ են բնակվում։ Սա չի կարող Սփյուռքի մեջ ապրող ժողովրդի խնդիր է լինել, որտեղ Սփյուռքի ժողովուրդը ինչ գիտի, եթե նա չի ապրում։ Ես այդ թունավոր մոտեցումները դա տենում եմ Սփյուռքի մեջ, տենում եմ սիրելիներ, եւ հանդիպելով նաեւ տարբեր մարդկանց հետ, ուրեմն այդ տպավորությունն եմ ստանում, որ դրանք ոչ մենակ անտեղյակ են, ոչ միայն չգիտեն իրականությունը, այլ նաեւ իրենք ուզում են իրենց ձևացնել հայրենասիրներ, իբր դրանք շատ են հայրենասեր, հայրենիք են սիրում, չգիտեմ ինչն է հայրենիքը, ես մինչև հիմա չեմ հասկանում իրենց պատկերացմամբ։ Քրիստոնյա մարդու համար հայրենիքը երկնքի արքայությունն է։ Դա ասել եմ, այսօր պետք է եւս ընդգծեմ։ Ընդհանրապես, ով է հանել այդ հասկացողությունը։ Ով է հանել։ Եվ ինչի համար են դրանք այս բանի վրա հիմնվում, դա մեղ են դարձել իրենց ծրագրի։ Որպեսզի քողարկեն իրենց քողությունը, իրենց անփարոյականությունը, այսինքն այն իշխանությունը, որը անդադ թմկահարել է հայրենասիրության մասին եւ ռոպագանդա արել այդ գաղափարը, նա ամենամեծ գողությունը նա էր արել, ամենամեծ հանցանքը նա էր գործել։ Միշտ այդպես է եղել։ Ինչքան շատ են գողացել, այդքան շատ են խոսել հայրենիքի մասին։ Ինչքան շատ են վնասվել իրենց ժողովրդին արտագաղթի ճանապարհով ուղարկել, այդքան խոսել են ուրեմն հայրենասիրության մասին։ Այսինքն ով են այս մարդիկ։ Ինչ են խոսում, ինչ են ուզում, ուզածը ինչ է։ Ինչ են արել այսքան տարիներին ընթացքում հենց Արցախի համար։ Ազգային բանակը չեն զինել։ Շատ ներողություն։ Զինվորին ինչ վիճակների մեջ են դրել։ Որտեվ դրանք, ես կրկնում եմ, այս բոլորը օգտագործել են ժողովրդին լոլո, որպես կարդալու համար։ Իրականության մեջ սա չի եղել իրենց նպատակը։ Իրենք խոսել են, որ սսկացնեն ժողովրդին, որ ժողովուրդը ոչ մի քայլ չանի։ Այսինքն հեղափոխություն, որը եղավ, չէ, դրանք չէին ցանկանում այդ հեղափոխությունը։ Այդ հեղափոխությունը դրանից շուտ է կարող է լինել, կարող է տարիներ առաջ լինել, հա, որտեղ ժողովուրդը արդեն դանակը ոսկորին հասած է շատ վաղուց։ Բայց նրանք միշտ այս զսպում էին այս խոսակցությունները հեղափոխության նույնիսկ մասին, երբ որ խոսք էր գնում, այս խնդիրներով էին զսպում։ Ինչի համար այսօր իրենց համար դա մեծ խնդիր է։ Խաղաղությունը խնդիր է դարձել։ Դե ֆակտո, իհարկե ոչ ոք չի կարող ասել, թե վաղը ինչ է լինելու կամ 10 տարի հետո ինչ է լինելու կամ մի տարի հետո ինչ է լինելու։ Բայց դե ֆակտո այսօր խաղաղություն է տիրում։ Դե ֆակտո այսօր զինվորները սահմաններում չեն զոհվում։ Դե ֆակտո այսօր մեկը մեծ պայտերիազմ չի հայտարարում։ Դե ֆակտո մեր առաջ ինչ որ հողային հարցեր չի լինում։ Եկեք փաստերով խոսենք, հա, այդ բոլորը այսօր կա։ Եվ դրա համար, երբ որ գործող իշխանությունը խոսում է խաղաղության մասին, նա կարող է խոսել այս մասին, որովհետև նա ցույց է տալիս, որ հասել է այդ բաներին, որ իրականություն է խաղաղությունը դարձել։ Հիմա նրանք մարգարե չեն, որ ասեն 10 տարի հետո ինչ է լինելու կամ 5 տարի հետո ինչ է լինելու, բայց այս պարագայում, եթե այդպես շարունակեն, ապա այդ պիտի վիճակը շարունակվի, խաղաղությունը նկատի ունեմ։ Այսօր ապա շրջափակման գործընթացը ընդլայնվում է Ադրբեջանով, որ մենք չենք կարողանում անկախությունից ի վեր բերենք, ապրանք հասնենք Հայաստան, այսօր ներմուծում ենք Հայաստան, չէ՞։ Հիմա տեսեք, այս բոլորն է զայրացնում։ Այսպես կոչված չակերտների մեջ եմ ասում ընդդիմադիր բոլոր այդ գործիչներին։ Դա է իրենց բրթովմունք, անբավարարվածություն, ամեն տեսակի ուրեմն բաներ պատճառում, հա, դժգոհություն եւ այլն։ Նրանք, որովհետեւ ոչ մի բան այլևս արգումենտ չունեն որևէ ասելիք ժողովրդին ասելու, որ այս բանը կամ այն բանն է, որ ասենք չչացող որպես երևույթ եւ որի համար դրանք պայքարում են, որպեսզի դրանից պրծնի Հայաստանը, որ այս իշխանությունը վատ բաներ է արել։ Այս բանը չունեն, նրանք չունեն փաստերը, ապացույցներ չունեն ասելու համար, որ Հայաստանում գործում է, ասենք, վատ կառավարություն։
ասելու համար, որ Հայաստանում անօրինական են այս իշխանությունները։ Նրանք չունեն ոչ մի փաստ։ Նրանք ունեն երկար լեզու մեր կապարանոց հայտարարությունների համար։ Այդ մեր կապարանոց հայտարարությունները շատ հանգիստ են ստուգվում։ Երբ որ տեսնում ենք խաղաղությունը սահմաններում, նրանք խոսում են այն մասին, որ մեզ այդպիսի խաղաղությունը պետք չի, մեզ արժանապատվի խաղաղությունն է պետք։ Տեսեք աբսուրդը։ Երբ որ խոսում ենք, որ բանակը զինված է, մինչև ատամները, այսօր բանակը ունի զենք, զինամթերք, ամեն ինչ ունի, որը չէր ունեցել մինչ այդ, մինչ պատերազմ չի ունեցել, ոչ մի բան չի եղել։ Այսօր ունի, ինչ պիտի խոսա։ Չի կարող այսօր ասել, որ բանակը չունի զենքեր, չունի զինամթերք, չի կարող, որովհետև ամսու 28-ին աչքը պիտի դուրս գա, ասողի։ Ասողի աչքը պիտի դուրս գա, պիտի երբ որ շքերթ լինի, պիտի տեսնա իր աչքերով։ Հետևաբար ինչ պիտի խոսեն այս մարդիկ։ Սուտ բաներ պիտի խոսեն։ Ժողովուրդը ապրել է Քոչարյանի ժամանակոցի քնթապետվել։ Սարսափները տեսել է։ Այս սփյուռքը հայերը վերցնում են Քոչարյանի նկարն են դնում Facebook-ի մեջ պատասնում։ Գովազդանում գրում են լավ բաներ։ Քոչարյանի մասին ինչ ասեմ, կամ Սամվել Կարապետյանի մասին։ Այս մարդու անգրագիտությունը միայն վերցնենք իր ոչ մենակ կրիմինալ քրեական տար լինելը, որ ինքը քրեա օլիգարխ է, ոչ մենակ դա։ Ընդհանրապես, որ ինքը անգրագետ մի բորենի է։ Ուրեմն այդ բորենին պետք է գա աթոռին նստի երկրի վարչապետի։ Այսինքն ես ինչ եմ այստեղ ուզում տեսնել։ Ռուսաստանի Դաշնությունը օգտագործում է բոլորին։ Նրանք են, չէ՞, ամփարոյականը նրանք են, դրանք համաձայնվել են։ Այդ հարցերով նրանք համաձայն են, որպեսզի իրենց գործերը լավ լինեն։ Այսինքն նրանց համար էլ միևնույն է Ռուսաստանի դառնել չեն այս մարդիկ։ Իրանք ուզում են իրենց ուզածները լինեն։ Դուք հասկանում եք ինչ աստիճանի ամփարոյականություն է տիրում այդ ներքաղաքական դաշտում Հայաստանի մեջ։ Դրա համար երբ որ այսօր խոսում են քարոզարշավ, ընտրություններից առաջ ընտրապայքար, այս բոլորը ես համարում եմ ֆուֆու խոսակցություն, բարապ խոսակցություն, որտեղ ոչ մի քարոզարշավը չկա։ Բացի Հայաստանի մեջ գործող իշխանության կամ քաղաքական ուժից, բացի ես չեմ տեսնում որևէ քարոզարշավ, որը արվում է ամենաբարձր մակարդակով, առանց փյարի, առանց որևէ սդախոսության, իրականությունը կա այն ինչ որ արել են այսքան ժամանակվա մեջ եւ կարող են ցույց տալ իրենց ասածները իրենց գործերով։ Ապացույցեն ինչ են արել։ Կառավարությունը աշխատել է, կառավարությունը գործ է արել եւ ամենակարևորը ծրագրին անդրադարձեք։ Ծրագիրը իրատես մարդը, որը որ արդեն ճանաչում է այս իշխանությունը, պիտի տեսնա, որ ոչ մի բան այնտեղ վերացական բաներ, հեքիաթներ չեն գրել, հեքիաթներ չեն գրել։ Գրել են իրական քայլերը, որոնք պիտի կյանքի կոչեն։ Որտեղ արդեն իսկ այս ծրագիրը բխում է իրենց արածներից, ինչ որ արել են, սիրելի ժողովուրդ։ Այդ շրջանում ինչ որ արվել է, դրանցից է բխում հետագա քայլերը, որոնք պիտի անեն։ Այսինքն ամենաիրատես բանն է, ծրագիրն է դա։ Ուրեմն ընտրապայքարը եւ եթե կուզեք քարոզարշավը եւ այլն, այսօր անում է մենակ մեկ ուժը, մնացածը ցեխ են շպրտում գործող իշխանության վրա եւ կատարում են Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների կամ ուղղակի են հիմա կասեմ ում շահերն են սպասարկում այդ էլիտաների շահերը։ Իրենց նպատակը ինչն է։ Իրենք գան աթոռներին, իրենք փափուկ կյանք ունենան։ Եվ դրա համար պատրաստ են ամեն գնով Հայաստանի Հանրապետությունը հանձնել Ռուսաստանի Դաշնությանը։ Ամեն գնով պատրաստ են։ Տեսեք, նույն Կարապետյանը ինչ բաներ է խոսում։ Մեկ ասում է, որ ամեն ինչ ես պատրաստ եմ անել, որ Ռուսաստանը ուրեմն հաղթի Ուկրաինային։ Չմտածելով, նույնիսկ չի անդրադառնում այն բանին, որ նման բան որ ասում է, նա ընտրողներ է կորցնում։ Որտեղ ինչքան հայ կա Հայաստանի մեջ, որոնք ունի բարեկամներ, ովքեր ապրում են Ուկրաինայում։ Որտեղ իրենց ընտանիքի կարող է մի մասը կամ հարազատները, բարեկամները կամ ընկերները գնացել են Ուկրաինայի այսօր համայնքն են կազմել, հա։ Ուրեմն եթե հայ մարդը, որ ուղեղ ունենա, հա, լսի Կարապետյանին, անկախ ամեն ինչից, ոչ մի բան չենք հաշվի առնում, անկախ ամենից նա պիտի հասկանա այս մարդը ինչ է խոսում։ Եթե Ռուսաստանին օգնում եք, ուրեմն նշանակում է մենք մեր հայրենակիցների դեմ ենք գործել, ովքեր որ Ուկրաինայի համայնքն են կազմում։ Այսինքն մենք դրանով հայի դեմ ենք անելու։ Ուրեմն Հայաստանի մեջ մենք ցեց ենք գցելու, որ Հայաստանը դառնա գործոն, ոչ մենակ, ասենք, մտնի հակամարտության մեջ ամբողջ աշխարհի հետ, այլ նաև հայ դեմ անելով։
Այսինքն որքան պիտի լինի մարդ անուղեղ, որքան մարդ պիտի լինի անհեռատես, քաղաքական գործիչ չէ, ուղղակի որպես մարդ զուտ մարդկային իմաստով եմ ասում անհեռատես, որ նման անի տկար հայտարարություն։ Մյուսը ասում է, որ մենք պիտի հաղթարշավ անենք, չգիտենք, մենք պիտի հաղթենք, մենք ուժեղ Հայաստան պիտի ներկայացնենք։ Ինչով է։ Սա լոկ խոսքեր են, այսինքն Փերանացի են ասում, սուտ խոսքեր, սուտ։ Գործով ցույց տվեք, աբուշներ, ինչի չեք արել։ Ինչի գործի մեջ դուք չեք ապացուցել ձեր ուժեղը լինելու հանգամանքը, ոնց որ ասում են։ Գործը 0 է։ Այսինքն փուչ մարդիկ, փուչ մտել են քաղաքական դաշտի մեջ։ Նորից կամ այն մարդիկ, ովքեր որ կեղտոտված դուրս են եկել մեկ անգամ, ծախողված, մերժված, այսօր նորից ուզում են մտնել այդ նույն ջրի մեջ։ Եվ բոլորին օգտագործում է Ռուսաստանը։ Հիմա բացատրեմ ինչի։ Սիրելի ժողովուրդ, Ռուսաստանն էլ է մեծ փորձանքի մեջ։ Ես այսօր մի բան գրեցի, որ տեսա, որ առանձնապես շատ չդիտվեց 2000-ից ավել մենակ, բայց ուրիշ post դրեցի, մի քանի ժամվա մեջ 90,000-ի մոտ հավաքեց։ Ուրեմն Դվորկինին երևի ոչ բոլորն են ճանաչում։ Դա մի շիզոֆրենիկ, մի սրիկա մարդ է, որ իբրև թե ինքը կրոնական հարցերով էր զբաղվում, իբրև թե նա պայքարում էր Ռուսաստանում աղանդների դեմ, իրականության մեջ ինքը Աստծո թշնամին է, եւ նույնիսկ նկարահանվել է մի ֆիլմ, որտեղ բացահայտված է այդ մաֆիան, որի պարագլուխը հենց է Դվորկինն է կազմում, եւ որոնք Ռուսաստանի փաստորեն ամբողջ էլիտաներին օգտագործում են իրենց սատանիստական, նպատակների համար։ Նրանք իրականում դեմ են եւ եկեղեցուն, ռուս ուղղափառ եկեղեցուն, եւ իրենց կոչվում պետոֆայլը, որը որ ոչ մենակ պետոֆայլ է, նաեւ մանյակ են իրեն ասում, այդ Դվորկինը ամբողջ Ռուսաստանի դաշնությունը խաղացնում է մատների վրա։ Եվ ձեզ պարզ եմ ասում, այսօրվա իշխանությունները նրանք ընդամենը մի քանի մարդկանց են ենթարկվում եւ այստեղից որ թելադրվում են պայմանները, այսինքն այն պետական чиновникները ինչ սադանայություն որ գործում են, այդ մարդկանց թելադրանքով են գործում։ Հիմա դրանց խելքով է, որ Հայաստանից ուրեմն այս մարդկանց օգտագործեն ընդդեմ Հայաստանի։ Այսինքն այդ ընդդիմադիր դաշտ կոչվածը Հայաստանի մեջ նրանք